Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Если увидите перед собой дверь, опустите руки. Красная дверь, желтая. Կարմիր դուռ, դեղին դուռ, դռներ տարբեր գույների։ Այսօր կփորձենք բացահայտել այս վերջին ժամանակահատվածում հայտնի դարձած առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում մարդկանց հոգեբանության վրա լուրջ հետք թողնող մարդկանց երջանկությունը եւ ինչ-որ կյանքեր խլող խաղի մութ կողմերը։ Այսօրվա տեսանյութում կփորձեմ ձեզ ներկայացնել խաղի կանոնները, խաղի ընթացքում տեղի ունեցող միջադեպերը եւ ի վերջո խաղի թողնող հետևանքները մարդու հոգեբանության վրա։ Բայց միշտ տեսանյութին անցնելը խնդրում եմ փոքրաշիկ տեսանյութը տեխնիկ բաժանորդագրվելու կոճակը, տեխնիկ լայքի կոճակը, որովհետեւ շատ շուտով հասնենք 5000 բաժանորդի։ Դե ինչ, սկսում ենք։ Ուրեմն սկսենք ամենասկզբից, երբ ստեղծվեց այս խաղը։ Այս խաղը ստեղծվել է հեռավոր 2020 թվականին ու շատ հայտնի է TikTok-ում։ Այդ խաղի հայտնիությունը շատ կարճ տևեց ու ուղղակի բոլորը մոռացան այդ մասին։ Բայց այն ետ եկավ մեր կյանք 2025 թվականին, այսինքն վերջերս։ Ուրեմն, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն կամ օրինակ տեղյակ չեն ինչ խաղի մասն է գնում խոսքը, հիմա ասեմ։ Խաղի մասնակցության համար մեզ հարկավոր է 2 հոգի։ Առաջին խաղացողը կոչվում է կառավարիչ, իսկ երկրորդը խաղացող։ Խաղացողը պետք է պառկի ինչ-որ հարթ մակերևույթի վրա, իսկ կառավարիչը պառկի նրա գլխին շատ մոտ։ Խաղացողը ձեռքերը պարզում է այսպես վերև, իսկ կառավարիչը սկսում է մերսել նրա այս հատվածները եւ միաժամանակ ասել հետեւյալ բառերը. կարմիր դուռ, դեղին դուռ, դռներ տարբեր գույների։ Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Если увидите перед собой дверь, опустите руки. Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Что вы видите перед собой? Лестница. Այդ բառերը մի քանի անգամ կրկնելուց հետո խաղացողը ընկնում է տրանսի մեջ։ Ինչ է տրանսը? Դա մարդու ենթագիտակցությունն է։ Իսկ կառավարիչը պետք է այդ ընթացքում նրան ինչ-որ հարցեր տա։ Օրինակ, ինչ դռներ ես տեսնում, նրանք ինչ գույների են, բաց դռները, ովքեր կան դռների ներսում։ Ուրեմն, խաղի կանոնները իմացանք։ Հիմա անցնենք այն հատվածին, թե ինչ միջադեպներ կարող են տեղի ունենալ խաղի ընթացքում։ Ի վերջո հարց է առաջանում. ինչեր են տեսնում մարդիկ դռների ներսերում։ Կան տարբեր վարկածներ։ Ոմանք դռների ներսում տեսնում են իրենց ամենախորը վախը։ Ոմանք տեսնում են ինչ-որ տեսիլքներ։ Եվ ամենավատը, այն մարդիկ, ովքեր տեսնում են հայելի դռան ներսում, ասում են, որ այդ հայելին խլում է նրանց հոգին եւ նրանք մնում են տրանսի մեջ, այսինքն ենթագիտակցությունից դուրս չեն գալիս եւ ընկնում են կոմայի մեջ։ Խոսքերս կարող են ձեզ թվալ ուղղակի ինչ-որ անհետաքրություն, բայց կարող եք ինքներդ ընտրել եւ տեսնել, որ իրոք այդպիսի դեպքեր եղել են։ Վերջերս Հայաստանում նույնպես մի աղջիկ դպրոցում խաղալուց հետո ընկել է տրանսի մեջ, ուշք գնացել է, բերան սկսել է փրփուր դուրս գալ։ Այդ պատճառով էլ ասվում է, հենց որ խաղի ընթացքում խաղացողը սկսում է ինչ-որ տարօրինակ ձայներ անել, սկսում է արագ շնչել, կառավարիչը պետք է անհապաղ արթնացնի խաղացողին։ Բայց շատ ընկերներ ինչ-որ չար կատակ են անում իրենց ընկերների հետ եւ այդ դեպքում սկսում են ինչ-որ ծիծաղել եւ չեն արթնացնում, ինչն էլ կարող է դառնալ իրենց ընկերոջ, այսինքն խաղացողի, կարելի ասել կյանքի վերջին րոպեները։ Խաղը ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տալիս փորձել, քանի որ ինքներդ լսեցիք, թե ինչ հետևանքներ կարող է թողնել ձեր հոգեբանության վրա։ Եթե նույնիսկ դուք խաղաք այդ խաղը եւ ամեն ինչ նորմալ անցնի, այն կարող է հետքեր թողնել ձեր հոգեբանության վրա, օրինակ վախ, սարսափ, քննելու ժամանակ վատ երազներ եւ հասկացեք մի խոսքը։ Հուսով եմ կարողացա այս տեսանյութով ձեր մոտ պատկերացում առաջացնել այս խաղի մասին եւ հասկացնել, որ այս խաղը խաղալ չի կարելի։ Եվ ուշադրություն, եթե այս տեսանյութը հավաքում ենք 1000 լայք, ես ինքս փորձում եմ խաղալ այդ խաղը իմ ընկերոջ հետ։ Շատ հետաքրքիր տեսանյութ է սպասվելու։ Ոչ մի խաբկանք չի լինելու այդ տեսանյութում, ամեն ինչ անելու ենք ըստ կանոնների եւ ամեն ինչ անելու ենք, որ փորձենք ընկնել ենթագիտակցության մեջ։ Դե ինչ ձեզ հետ է ես Ալեքսը, լավ մնացեք, մի խաղացեք այսպիսի խաղեր, իսկ ես գնամ ձեզ համար նոր հետաքրքիր տեսանյութեր նկարել։